Նոր տնտեսական քաղաքականություն, առաջարկ Հայաստանին, ներդրումային քաղաքականություն եւ արդյունաբերության զարգացում։ Մեր երկրի տնտեսական զարգացման եւ ժողովրդի բարեկեցության բարձրացման հիմքը մեծածավալ ներդրումների ներգրավումն է ու նոր տնտեսական եւ արդյունաբերական քաղաքականության իրականացումը։ Կարճ ժամկետում պետք է մշակել եւ գործողության մեջ դնել նոր տնտեսական քաղաքականությունը, որի անկյունաքարը ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունն է։ Առաջիկա 5 տարիներին ներդրումներ ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կտրուկ աճի, ներկայիս 19%-ից հասնելով 40%-ի։ Հրատապորեն պետք է կիրառվի ներդրումների ներգրավման մեկ պատուհանի սկզբունքը։ Հայաստանը վերստին պետք է դառնա արդյունաբերական երկիր հիմնված ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրությունների եւ ձեռնարկությունների վրա։ Ներկայում վերամշակվող արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 8%։ Այս ցուցանիշը առաջիկա տարիներին պետք է առնվազն կրկնապատկվի աշխատանքի բարձր արտադրողականության եւ նորացված տեխնոլոգիական աշխատատեղերի զուգակցմամբ։ Խիստ անբարենպաստ է Հայաստանի ՀՆԱ-ի գործող կառուցվածքը։ Այն հօգուտ առևտրի եւ ծառայությունների ոլորտի է, ավելի քան 60%, ի հաշիվ տնտեսության իրական հատվածի՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարություն 30%։ Այսպիսի կառուցվածքը կտրուկ փոփոխության կարիք ունի, ինչը հնարավոր է արդյունավետ ներդրումային քաղաքականության իրականացման պայմաններում։ Հայաստանում տարեկան թողարկվում է մոտ 450,000 տոննա պղնձի խտանյութ, որից կարելի է արտադրել 120,000 տոննա մաքուր պղինձ։ Դրա արդյունքում մեր հանրապետությունում նորից կվերագործարկվեն մալուխ եւ այլ ապրանքատեսակներ արտադրող մի շարք ձեռնարկություններ։ Ուրեմն խիստ արդիական է մնում նոր պղնձաձուլական ձեռնարկության ներդրումային ծրագրի իրականացումը, ինչպես նաեւ դրա հետ փոխկապակցված ծծմբաթթվի արտադրության կազմակերպումը։ Պղնձի արտադրությանը ուղեկից մեծ ծավալի ծծմբաթթվից կարտադրվեն ֆոսֆորային պարարտանյութեր, ներկեր, լաքեր եւ այլ ապրանքներ։ Այսօր իրական հնարավորություն կա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների առնվազն 10% իջեցման համար։ Ողջամիտ ժամկետում պետք է գործարկել Իրան-Հայաստան, Վրաստան-Ռուսաստանի Դաշնություն էներգետիկ միջանցքը։ Արտադրական ձեռնարկություններում 50 եւ ավելի աշխատատեղերի ստեղծման դեպքում տվյալ ընկերության շահութահարկի գծով հարկման բազան կրճատել առնվազն 30%-ով։ Սուբսիդավորել պետության կողմից բիզնեսին տրվող արդյունաբերական վարկերի տոկոսադրույքի 1/3 մասը։ Ներկրվող եւ արտադրության ոլորտում ներդրվող մեքենասարքավորումները արտոնության տեսքով պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքերի վճարումներից։